Այն ինչ տեղի է ունենում Իրանի եւ Իսրայելի միջև իհարկե կանխատեսելի էր, դրա մասին եթե ոչ տարիներ, ապա ամիսներ շարունակ խոսվում էր հստակ, մենք գիտենք, որ Նաթանյահուն սրա ջատագովն էր այս հարվածների, այո, հիմա անվանումը տարբեր է, կարելի է կոչել պատերազմ, կարելի է կոչել հարվածներ, որովհետև 21-րդ դարում պատերազմը չի ընթանում այն դասական ձևով եւ չեմ կարծում Իսրայելի եւ Իրանի միջև որ ընդհանուր ցամաքային սահման չունեն, տեղի կունենա դասական պատերազմ, բայց Իսրայելը հարվածներ նպատակային թիրախային հասցրել է եւ հասցնելու է։ Բնականաբար Թեհրանը պիտի փորձի հակադարձել։ Ինչքանով դա հաջող կլինի, կախում ունի շատ գործոններից, այդ թվում նաև Միացյալ Նահանգների։ Ես կարծում եմ, որ մենք ականատես կլինենք շուտով ձեր երկրում պրոիսրայելական տրամադրությունների աճի։ Միացյալ Նահանգները ստիպված մեկ անգամ եւս նավատորմը 6-րդ նավատորմը կտանեն Իսրայելի ափին եւ այն հակահրթիռային հակաօդային պաշտպանությանը բավականին լավ եւ որակյալ որ ունի Իսրայելը, դրան կգումարվի ամերիկյան նավերից պաշտպանելու Իսրայելի երկինքը։ Իսկ եթե երկինքը պաշտպանվում է, ստեցան նշանակում է Իսրայելը պաշտպանված է, որտեղ միակ հնարավոր կրկնում եմ պատերազմը դա օդային առաջնային եւ միգուցե ինչ որտեղ ծովային, որը շատ փոքր ծավալներ պիտի ընդունի։ Օդային առումով Իսրայելը ունի առավելություն։ Դա ակնհայտ է, Իսրայելի ռազմա օդային եւ այսպես ասած տիեզերական ուժերը բավականին հզոր են, ժամանակակից են։ Ես կարծում եմ նաեւ Իսրայելը մենք տեսնում ենք, այսպես թիրախային կարողացավ ղեկավարության ոչնչացնել, սա նշանակում է, որ լավ գործակալական ցանց ունի եւ կարծում եմ ներսում որոշակի անկայունություն է ստեղծելու, հատկապես հաշվի առնենք, որ մի քանի նման փորձեր վերջ տարիներին եղել են։ Սա Հայաստանի համար վտանգավոր դարաշրջանի դուռա բացում, դարաշրջան չասի, ժամանակաշրջան, որը կարող է հանգեցնի նրան օրինակի համար, որ փորձ անի, թեև քիչ հավանական եմ համարում, բայց Ալիևը փորձ անի այս պահից օգտվելու։ Մենք գիտենք, երբ որ ուշադրությունը աշխարհի շեղվում այլ բաների վրա, Ալիևը ավելի ակտիվանում է։ Ցավոք սրտի հայաստանյան իշխանությունները, այդ իհարկե իշխանությունները ճակերտների մեջ, որտեղ իրենք իշխանությունը երկրին տեր կանգնել, այդ տեր կանգնելի բանը չկա, չկարողացավ 7 տարվա մեջ որևէ ռեալ բան անել, այսինքն մի դաշնակիցներից ճակերտավոր իհարկե ռուսական դաշնակիցներից հրաժարվելով չկարողացավ նորը ստեղծել ըստ էության, ըստ սա ճանապարհին ենք, որը վտանգավոր փուլ է։ Եթե այս ամբողջը արագ եւ կարճաժամկետ եղավ, ապա մեզ համար լավ է, անկախ պատերազմի ելքից։ Այսինքն ես կարծում եմ այս պատերազմ կոչեցյալը ելքը լինելու է հետեւյալը, որ ոչնչացվելու են Իրանի միջուկային կենտրոնները, ոչնչացվելու են մի շարք ղեկավարներ, այս շարունակությունն է այստեղ, որը կարող է ներքին փոփոխությունների հանգեցնի, ներքին ավստամբական շարժման ճանապարհով կամ չհանգեցնի։ Արտաքին միջամտությամբ չեն փորձի իշխանափոխություն անելու, արտաքին միջամտությունը կլինի միջնորդավորված իրանական ուժերով։ Ես կարծում եմ, որ ամերիկացիները եւ իսրայելցիները հասկանում են, որ իրանցիներն այն ժողովուրդն են, որ եթե արտաքին, այսպես ասած, ծավալած միջամտություն լինի, ապա համախմբում տեղի կունենա իշխանության շուրջ։ Իսկ եթե ժողովուրդը ընկալի արտաքին միջամտությունը որպես դաշնակից տապալելու իրենց համար չընդունելի վարչակազմը, այդ ժամանակ դա կարող է հանգեցնի փոփոխությունների։ Ամեն պարագայում մեզ համար վտանգավոր ժամանակաշրջան է բացվում։